այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս։ Մենք չենք ունեցել պետություն ունենալու հեռանկար։ Ընթացիկ իրավիճակի առաջին ասոցիացիան, որն առաջանում է, թումանյանական հիմար կկվի հեքիաթն է եւ մեծ հաշվով դա նաեւ պետական պարտադրված քաղաքականությունն է։ Սեփական զաքերով շարունակաբար կերակրել աղվեսին առանց որևէ դադարի, որևէ կարմիր գծի։ Սա է Փաշինյանի հռչակած քաղաքականությունը։ Այդ մարդը չգիտես ինչու թշնամաբար ակնկալում է, թե ինչ որ մի օր կգան լավ ժամանակներ, բայց մինչ այդ ինչ էլ պահանջեն, պիտի տաս։ Ինչ վերաբերում է այս իրավիճակին հայ հասարակությանն անդրադարձին կամ պատրաստ լինելուն, իհեճուկս պատմական ռոմանտիզացված դրվագների, որոնք մեզ հասնում են որպես մարդկային հասարակությունների հավաքական խիզախության դրսևորումներ, ինչպես Սարդարապատը, եւ տարբեր օրինակներ կան տարբեր ժողովուրդների պատմությունից, բայց իրականության մեջ դիմադրությունը մտավոր եւ կազմակերպչական աշխատանք է։ Ակնհայտորեն Հայաստանի Հանրապետության պետական մարմինները դիմադրության հարցում աշխատանք չեն տանում։ Բացի այդ, դա չի արվում նաև ոչ պետական հատվածում, այսինքն ընդդիմադիչ ընտրանին եւս այս պահին այդ աշխատանքը ցավոք սրտի չի կարողանում անել։ Հետևաբար մենք երևի մեր պատմության ամենաբարդ ժամանակաշրջանն ենք ապրում եւ դժվար է ասել դա չափազանցություն է թե ոչ, բայց գուցե ավելի բարդ վիճակում ենք, քան 1900-ականների սկզբներին։ Բանն այն է, որ այդ ժամանակ բոլոր մոլորությունների մեջ գոնե բացակայում էր այն լրացուցիչ մոլորությունը, որ մենք պետություն ունենք, որը մեզ համար ինչ-որ բան կանի։ Հիմա ցավն այն է, որ մենք այդ մոլորությունն էլ ունենք, այսինքն ի թիվս մյուս խնդիրների, որոնք կային օրինակ 1905-ին, մենք այսօր մոլորություն ունենք, որ եթե ինչ-որ կարևոր հարց լինի, պետությունը ձայն կհանի։ Դա այդպես չէ։ Այս գիտակցումը մեծացնում է վտանգը, որովհետև փաստորեն մեզ վտանգը մոտենալու է, երբ մենք 100% հավանականությամբ բառի փոխաբերական իմաստով քնած ենք լինելու։ Կատակն ասում է՝ վիրահատությունը հրաշալի անցավ, ափսոս բուժառուն մահացավ։ Ընտրանիներ չկան, բայց խնդիրն այն չէ, որ մարդիկ են վատը։ Կյանքն է այս կամ այն կերպ հասունացնում այդ գիտակցությունը։ Մեզանում լավ ապրելը, բացառապես վերածվել գույք, փող, ունեցվածքի։ Հասկանում եք, սա սարսափելի բարդ խնդիր է, բարդ վիճակ է մեզ համար։ Լավ եմ ապրում, ոչ թե ես նաև հնարավորություն եմ իմ ոչ նյութական կարիքները բավարարելու, այլ լավ եմ ապրում, ես ունեմ փող, գույք, տուն, եթե սրանցից որևէ մեկ ունեմ, առավել ևս։ Սա մեր սկսած անկախության ամբողջ շրջանում ես կարող եմ առանց սխալվել հավանականության արձանագրել, դա հոգևորի աննախադեպ նահանջն է։ Աննախադեպ նահանջը մեզանում արկա։ Մենք հոգևոր առումով ցամփքել ենք։ Ամեն հաջորդ ընդդիմադիր առաջնորդի թվում է, թե ձախողումը նախորդի դեմքի գույնով էր պայմանավորված։ Արդյունքում մենք ամեն հաջորդ տարի ունենում ենք նոր փորձողներ, որոնք փորձում են նույնը, ինչն արվել էր նախորդ տարիներին։ Գործում են բացարձակ նույն սխալները, որոնցից դասեր չեն քաղվել։ Հասկանալի է, որ բարդ ժամանակներն արմատականացնում են մարդկանց եւ մեկ անգամ մինչեւ վերջ սեփական ճանապարհով գնալու վճռականություն են հաղորդում, բայց 4-5 պարտությունից ու ձախողումից հետո պետք է ի վերջո ալիքի մեջ նետվելու այդ ոչ դրական ոգևորությունը կառավարելու եւ սանձելու ձևեր գտնել։ Գործընթացներն են ձևավորում ընտրանիներ, գիտակցություն եւ աշխատավոճ, եւ մենք աստիճանաբար մոտենում ենք այդ կետին։ Ամեն հաջորդ փորձողի հանրությունն ավելի կասկածամտորեն է վերաբերվում եւ ավելի քիչ ռեսուրս է պատրաստ լինում տալու։ Երբ բոլոր փորձողներն իրենց փորձերը կբերեն, կհանգեցնեն այն կետին, որից հետո ստիպված կլինեն ավելի համեստ դառնալ, կսկսի համագործակցություն եւ սիներգիա առաջանալ։ Դա ճանապարհ է։ Մարդիկ կարող են ասել, այդ ինչ մանր խնդիրների մեջ եք եփվում, երբ մենք ժամանակ չունենք ու գործընթացները չեն սպասում, բայց այլ ընտրանք չկա։ Եթե մենք այդ գործը շուտ արած լինեինք, գուցե այդ խնդիրները չլինեին, ժամանակ էլ կունենայինք։ Ամենտեղ այս շանտաժի ու այս ահաբեկման մթնոլորտը, որ մարդիկ ամեն օր անհանգիստ են ապրում, տիրում է։ Ասենք մարդուն ինչ որ պայմանավորվածության հետ գալու համար ոչ թե զուտ մարդկային մասնագիտական հարաբերություններն են անցնում, այլ իրենց այդ բանը, թարախը, գրեխը, մեր երևանյան բարբառով ասած, մարդկանց այդ ահաբեկելու միջոցով իրենց ուզածը ստանալը։ Այնինչ մենք այսօր ունենք մեր ընդդիմադիր քաղաքական դաշտում սեփական ճշմարտացիության եւ ընտրության մեջ համոզված վճռական մենակների բազմություն է։ Այդտեղ համակարգ չկա, որևէ մեկը չի ուզում սեփական ձախողումների սխալները քաղել։ Որևէ մեկին սեփական ձախողումները չեն դարձնում այնքան համեստ, որ ուրիշի հետ հարաբերվելու, հաշվի նստելու, նրա ճանապարհը քննարկելու, դիտարկելու պատրաստակամություն ունենա։
Որոշիր հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։